Բարև բոլորին։ Այսօր ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես է պետք փչացնել ձեր մեքենայի էլեկտրոնիկան։ Ինչպես շարքից հանել նստարանների հիշողության բլոկը, կամ պատուհաններ բարձրացնելու այս բլոկը, կամ նենց անեք, որ կենտրոնական փականը չաշխատի, կամ ավելի հետաքրքիր բան ասեմ, նենց անեք, որ փչացնեք ձեր բեռնախցիկը բարձրացնելու այս էլեկտրական ուպորները, որոնց օրիգինալ արժի 400,000, բայց դեսից դենից մի 100,000-ով կարակ ճարեք, եթե ինչ։ Կքանդեք սաղ ներսի հատվածը, որ փոխեք, ձեր հետ էլ կարակ մի քանի բան էլ սենց ջարդեք, հակին կհետաքրքրանա ձեր կյանքը։ Ձեզ պետք է առնել ընդամենը այսենց մի բուռ LED, այսենց լիքը սենց LED-էր ու ամեն ինչը ինչ տեսնում եք լույսեր պետքա փոխել։ Այս սաղ լույսերը, ինչը սենց դեղին ա դրած, պետքա փոխեք։ Սրանք, այս լույսերը, դռների այս տակի լույսերը, ոտի տակի լույսերը, սաղ փոխում եք բարդաչոկի մեջինը ու ժամանակի ընթացքում քիչ-քիչ սաղ ձեր էլեկտրոնիկան կսկսի փչանալ։ Բանը նրանն է, որ երբ որ այս լույսերը վառվում են, իրանք սենց միանգամից չեն սենց վառում։ Իրանք սենց դանդաղ թուլից ուժեղանում են եւ անջատվելուց էլ սենց ուժեղից դանդաղ թուլանում են։ Ու այդ ընթացքում էլեկտրոնիկայի մեջ տատանումներ է տալիս։ Ճիշտ է, երբ որ իրանք մաքսիմալ սենց վառված են, իրանք պիկային ուժի ժամանակ ստաբիլ են ու ոչ մի աշիպկաներ ձեզ չի տա։ Ու ժամանակի ընթացքում այդ կարա լինի 6 ամիս, մի տարի։ Սկսում է հերթով ձեր բլոկերը փչանալ։ Այս ամեն ինչը չի աշխատում մենակ այն դեպքում, երբ որ ձեր մոտ գործարանային ամենտեղ տեղադրված է LED, կներեք, այդ վաղ չեմ կարող ասեմ ոնց փչացնեք։ Մի խոսքով օգտվեք սրանցից, փորձածա, աշխատում է, ձեզ անփորձան գերթևեկություն առայժմ։